Բարի առավոտ սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Ուրենք դուրս եկել, մեզ մոտ առավոտ է, դուրս ենք եկել, ինձ այսպիսի նամակ էր եկել Թաղապետարանից, որ պետք է ներկայանամ և այստեղ 2 տարին մեկ թարմացվում է գրանցումը, չէ՞։ Գրանցումը թարմացվում է։ Հիմա լրացել էր արդեն, ճիշտ է, մինչև օգոստոսի 23-ը ժամանակ ունեմ, բայց քանի որ արդեն հիշեցման կարգով նամակը եկել էր, ավելի լավ է շուտ գնաց ներկայանաս, այս դարտուցավից վրձնես։ Հիմա ես, այսինքն իրենք ուզում են ստուգեն, որ տվյալ մարդը այստեղ է, թե չէ, որովհետև կարող են գալ գրանցվել և գնալ, խոսքով ստուգման կարգով է սա արվում։ Հիմա գնում եմ ներկայանամ, որ ես երկրում եմ։ Եվ սիրելիներս, ուզում եմ իմ և իմ մամայի անունից մեծ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր բարեմաղթանքների համար։ Շնորհակալ եմ բոլորիցդ այսքան ջերմ և բարի խոսքերի համար։ Թող Աստված կրկնապատիկը վերադարձնի ձեր ընտանիքներին, ձեր մամաներին, ձեր երեխաներին։ Շնորհակալ եմ սիրելիներս ամեն ինչի համար։ Վերջացրեցինք մեր գործը Թաղապետարանում, հիմա 2 տարի արդեն կարող եմ հանգիստ մնալ, մեկ էլ մյուս հիշեցումը կգա 2 տարի հետո։ Բավականի շատ ժողովուրդ կար ու պատուհանները շատ քիչ էին աշխատում, 2-3 պատուհաններ ընդամենը աշխատում, բայց բավականի շատ ժողովուրդ կար։ Հիմա ուր ենք գնում ենք Մերկաբառնա, մենք միասին եղել ենք Մերկաբառնայում, այս անգամ ենք գնում միասին, գնացինք։ Իսկ եղանակը մեզ մոտ բավականի շոգ է, արևոտ, պայծառ եղանակ, ժամը 11:30-ը, արդեն 28-29 աստիճան է։ Դե ցերեկը ավելի շոգ է սպասվում, մի խոսքով լավ շոգ տակ եղանակ։ Ես ենք առել։ Այստեղից, այս հավարտին ենք առել։ Հլոմ, սա թվերը մյակնա է։ Հետաքրքիր է։ Մինչև օգոստոս։ Դե չէ, կապ չունի, հետի ոնց որ այդի է։ Մի հատ դարձնենք։ Նրանից շատ ունենք։ Չէ, դրանից ունենք, վերջից, այս մեկը հերիք է մեզ։ 9.60 կիլո երևի, հա։ Perdona? Այստեղ կրանենի ու խնձորի
խնձորի հյութ ենք վերցնում, այսպես բլոկով ավելի ձարատալիս, ավելի հարմար է։ Խնձորից երկուսն է վերցնում։ Հա, ամենահարմարը խնձորն է։ Համով է, իրենց խնձորը թթվաշություն ունի, համով է։ Այստեղ 4 տեսակ փոստեղ կա, մենք մեծն ենք ընտրում իհարկե, բայց սա շատ մանր է ու ասած սա ամենալավն է, չգիտեմ, բայց տեսքից նայելով չես ասի, բայց ինչքան ասում է մանր է, այնքան քաղցր է ու լավն է ավելի, չգիտեմ, բայց մենք երևի մեծը կվերցնենք։ Առաջի բանը չէ։ Այստեղ էլ բազմազան համանուկներ տարբեր չափերի։ Մեր գնումները այստեղ էլ կատարեցինք, ուզում ենք լոպե առաջ այստեղից դուրս գանք։ Քաոս է տիրում այստեղ։ Բոլոր կողմերից գալիս են փոքր մեքենաները հատկապես։ Խոսքով ինչքան շատ դուրս գանք այստեղից այնքան լավ։ Այսպես դուրս ենք գալիս արդեն։ Արդեն տուն ենք վերադարձել, չգիտեմ մեր կապառնան մի հատ քաոս է, ով ոնց ուզում քշում է մեքենաները, մանավանդ այն փոքր մեքենաները, եթե ես միշտ ասեմ, եթե Իսպանիայում ընկնես ավտոյի տակ, ուրեմն հաստատ մեր կապառնայում ես ընկնելու, ուրիշ ոչ մի տեղ, որովհետև ոչ մի կանոն, չնայած ունեն իրանք իրենց ոստիկանը մեր կապառնայում, բայց ոչ մի կանոն հաստատ չի պահպանում այնտեղ։ Շատ բան չեն գնել, քանի որ գնացել է պետք է գնայինք մեր կաբառնա, քանի որ արդեն գնացել էինք, գնեցինք մի քանի տեսակի ընդեղեն եմ գնել, էլ ցույց չեմ տա դա, ինչ գնեցինք կարակ, պրեզիդենտ կարակներ, կարակ եմ գնել, նրբերշի գերմանական և Ֆիլադելֆիա պանիր և հավարտի տեսակի պանիր և խնձորի հյութ են գնել, բլոկով ավելի էժանել այնտեղ, դա են գնել։ Հիմա խոհանոցում, ճիշտն ասած, մի քանի օրեր արդեն սունկ ունեմ սառնարանում, հավի կրծքամիս եմ եփել, մի փոքր ուզում եմ աղցանի նման պատրաստել, տեսնեմ ինչ կստացվի։
Այստեղ շամպինյոն տեսակի սունկ ունեմ, հավի կրծքամից արդեն նախորոք եփած է, հիմա սունկը կկտրատեմ, մի փոքր կտապակեմ, կավելացնեմ հավի կրծքամիսը, միասին կտապակեմ, որից հետո երևի կավելացնեմ կամ սերուցք կամ թթվասեր եւ մի փոքր մայոնեզի խառնուրդը եւ համեմունքներ սխտոր, սև պղպեղ, աղ, ինձ թվում է համեղ ուտեստ կլինի, կարող ենք մատուցել եւ տաք վիճակում եւ սառը վիճակում։ Սկսեցինք, հիմա սունկը կտրատեմ, նորից կհանդիպենք։ Սենց մի անգամից, ոչ շատ մեծ, ոչ շատ մանր, քանի որ սունկը եփելուց ինքը հաստատ մանրանալու է, ավելի փոքրանալու է։ Կտրատեմ ու մի փոքր տապակեմ։ Սիրելիներս առիթից օգտվելով նորից ու նորից ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորիցդ, մամայիս ծննդյան արդիվ շնորհավորելու ու լավ բարի խոսքեր մաղթելու, թող բոլորիս մամաները լինեն առողջ, երջանիկ, միշտ ուրախ լինեն, քանի որ իրենց ուրախությունը փոխանցվում է հաստատ մեզ։ Եթե իրենք ուրախ են, իրենք առողջ են, մենք էլ ենք ուրախ, մենք էլ ենք առողջ։ Ու ընդհանրապես ասում եմ բոլորիցդ շատ շնորհակալություն հայտնել ձեր լավ խոսքերի, լայքերի, բաժանորդագրվելու, մի խոսքով իմ ալիքին աջակցելու համար։ Շնորհակալ եմ, որ դուք կաք, առանց ձեզ հաստատ չէր գոյատևի իմ ալիքը, քանի որ դա միասնական մեր բոլորիս ալիքն է։ Չգիտեմ, շնորհակալ եմ ու շատ զգացված եմ բոլորիցդ։ Հիմա կտրատեմ, որից հետո կհանդիպենք, սիրելիներս։ Այստեղ բուսայուղ կամ ձիթայուղ եմ լցնում, իմ տարբերակում ձիթայուղ եմ։ Ճիշտն ասած, սունկը լցոնելու ժամանակ այս տարբերակով լցոնում եմ սունկը նույնպես, միայն ոտիկները կտրատում եմ հավի կրծքամսով, լցնում եմ սնկի մեջ եւ դնում ջեռոցը, շատ համեղ է ստացվում։ Ես սոխառածով եմ անում, բայց հիմա որոշել եմ ճիշտն ասած սոխառածով չանել։ Հիմա մի փոքր ձիթայուղը տաքանա, կտրատված սունկը ավելացնեմ տապակի մեջ։ Պես ավելացնեմ, մոռացա ասեմ, վերջում էլ պանիր կարող եմ ավելացնել, ավելի համեղ կստացվի։ Ինձ թվում է համեղ է լինելու։ Երևի մոցարելա պանիր կավելացնեմ, որևիցե հալվող պանիր։ Այստեղ միշտ տապակվում է սունկը, կտրատեմ նաև հավի կրծքամիսը, արդեն նախորոք խաշել եմ, ինչպես ասեցի։ Սունկը դեռ չեմ համեմել, աղով սև պղպեղով մի փոքր կտապակվի, վերջում նոր կհամեմեմ։ Ահա, սունկը արդեն տապակվել է, հիմա ավելացնեմ կտրատված հավի կրծքամիսը։ Այստեղ կերիչով անցկացնում եմ նաև երևի 2 ատամիկ սխտոր կանցկացնեմ, կարող եք ճզմել։ Որից հետո կավելացնեմ, կհամեմեմ աղով եւ սև պղպեղով։ Այստեղ ավելացնում եմ թթվասեր, կարող եք, եթե մայոնեզ չեք նախընտրում, միայն թթվասեր ավելացնել, բայց ես մի փոքր մայոնեզ կավելացնեմ, որովհետև այդպես ավելի համեղ է ստացվում։ Շատ չէ, մայոնեզը քիչ կավելացնեմ։ Արդեն անուշ բուրում եմ։ Սև պղպեղ չեմ ավելացրել, փոքր
իհարկե սև պղպեղ ավելացրել եմ, համեմել եմ ահա, բայց սև պղպեղը մոռացել էի։ Պանիրը կարող եք ավելացնել, կարող եք չէ։ Ես երևի մի փոքր կավելացնեմ։ Իսկ թվում է ավելի համեղ կդարձնի։ Սա կարող եք մատուցել եւ սառը վիճակում եւ տաք։ Ես կարագ չավելացրեցի, որպեսզի սառը վիճակում է կարողանանք մատուցել։ Եթե սառը վիճակում որպես աղցան եք մատուցելու, կարող եք պանիրը չավելացնել, բայց ես քանի որ իրան տաք վիճակում եմ մատուցելու, կավելացնեմ պանիրը, այդպես համեղ կլինի։ Աղցանի դեպքում կարող եք նաև ընկույզ ավելացնել, շատ համեղ կստացվի։ Ես մի փոքր նույնիսկ ավելացնեմ վերջում, որ արդեն եւ վերջանա, որպեսզի ընկույզը մեջը չեփվի։ Կավելացնեմ նաև ընկույզը։ Այստեղ պարմեզան ունեի, որոշեցի պարմեզան ավելացնեմ, ավելի համեղ կստացվի, քան մոցարելան։ Կարող եմ արդեն անջատել եւ մատուցել։ Ահա պատրաստ է արդեն մեր ուտեստը, այստեղ մանրացրած ընկույզ ունեմ, դա էլ կավելացնեմ եւ կարող եմ մատուցել։ Ահա, պատրաստ է մեր այսօրվա համեղ, շատ անուշ բուրում եմ, հավատացած եմ, որ համեղ ստացված կլինի։ Կարող եք փորձել նաև այս տարբերակով, եթե չեք փորձել։ Այսպես պատրաստում եմ ես, սնկի մեջ լցոնում եմ ու դնում եմ ջեռոցը, վրան բանիր եմ, հալվող բանիր եմ ավելացնում ու դնում եմ ջեռոցը, ստացվում է անմահական։ Ես ունեմ նկարած, հումքթողն եմ, կարող եք դիտել եւ պատրաստել։ Իսկ ով էս պահի մեզ հետ ճաշում է, բոլորին ասում ենք բարի ախորժակ։ Սիրելիներս, այսօր էլ այսպիսի վլոգ ստացվեց, չգիտեմ որքանով ձեզ դուր եկավ, դա կերևա ձեր լայքերից եւ դիտումներից։ Իսկ ես այսօր ձեզ հրաժեշտ եմ տալիս, ինչպես միշտ ասելով, մնացեք բարյավ եւ խաղաղ։